Ես կարող եմ հիմա հարցը այսպես բարձրացնեմ, երբ որ հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի եւ Ռուսիայի թեմի ղեկավարը շքանշան է ստանում պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող, ես ասում եմ հատարհատ բառեր, որոնք իրավական հիմք ունեն միջազգային քրեական դատանի դատախազի կողմից ձերբակալման օրդեր է տրվել Պուտինին պատերազմի հանցագործության մեջ մեղադրանքի հիմքով։ Երբ որ մարդը հոգևորականը հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը շքանշան ընդունելի է համարում նման պատերազմական հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի կողմից ավելին աչակցում է էլի ըստ լրատվական միջոցներ եւ դա չեն թաքցնում այն Ռուսաստանի հայերի միության համագումարեր թե ինչ որ միջոցառում էր Արբատ կոչվող ջոկատին, որը մասնակցում է Ուկրաինայի դեմ ագրեսիային, այդ ագրեսիան, որի համար հենց այդ ռեժիմը պատասխանատվություն է կրում։ Այդ հարցը, եթե վարչապետը չի բարձրացնում, թե հայ առաքելական եկեղեցու որպես դուք կառույց, ոնց է ձեզ թույլ տալիս մասնակցել պատերազմական հանցագործություն կատարող ռեժիմի գործողություններին, ավելի նաև աջակցել։